Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերին են հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանն եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է ծուխ։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Ծուխ։ Այս բառը հասկանալի առօրյական մի իմաստ ունի մեզանում եւ եկեղեցական արտահայտությունը այս բառի որոշակիորեն կապված է դրա առօրյական իմաստի հետ։ Ինչ է ծուխը, երբ նյութը հրով այրվելով թուխ եւ թանձր գոլոշիները արձակում, ինչպես բացատրում է հայկազյան բառարանը։ Դա է ծուխը։ Եվ ծուխն այն է, որ ելնում է տան երթիկից։ Եվ թերևս հենց սրա հետ է կապված այս բառի նաեւ կրոնական եկեղեցական ընկալումը, քանի որ գիտենք դարերով ավել կամ պակաս չափով գոյություն ունեցել են ծխեր, ծխական համայնքներ, եւ ուրեմն արմատը գալիս է հենց այստեղից, տուն հասկացությունից, տուն, որի ծխնելույզից կամ երթիկից ծուխ է բարձրանում։ Եվ այսպես մարդիկ ապրել են իրենց ամբողջ կյանքը այդ ծխական համայնքի ներսում, ծնվել են, ստացել են սուրբ մկրտությունը եւ մյուս եկեղեցական խորհուրդները եւ իրենց կյանքի մայրամուտին ստացել են նաեւ վերջին խորհուրդներ եւ այդպես ելել են երկինք։ Այսպիսին է եղել մարդկանց կյանքի բնականon ընթացքը, ավել կամ պակաս չափով։ Իհարկե չի կարելի ասել, որ համատարած եւ ինչ-որ 100%-անոց մի բան է եղել, սակայն այս երևույթը միշտ նկատվել է եւ Աստվածաշունչ Մատթեանում եւս տեսնում ենք առաքյալների շուրջ եկեղեցական համայնքի ձևավորում։ Եվ այսօր ուրեմն խոսենք այս հասկացության մասին բառից կրոնական իմաստով անշուշտ եւ տեսնենք թե ինչպիսի դրական եւ բացասական կողմեր կարող են հանդիպել այս երևույթի մեջ։ Ծուխ, ծխական համայնք, որոշակի սահմանում կարող եք արդյոք ներկայացնել կամ եթե ոչ սահմանում, ապա բնորոշող նկարագրություն։ Առաջին 3-րդ դարերում քրիստոնեական շրջանում, երբ որ ձևավորում էին համայնքները, շատ էր կարևորվում տվյալ համայնքի մասնիկը հանդիսացող ընտանիքը, տունը, թե որքանով է այդ տան անդամները քրիստոնյա, հավատացյալ, եւ կարծես թե այդ համայնքները ձևավորում են հենց այդ քրիստոնեական ընտանիքներից։ Դրանք փոքր բջիջներն են, որով միանալով դառնում են համայնք, իսկ առանձին այդ ընտանիքները երբեմն որպես հոմանիշ օգտագործում էր ծուխ։ Ինչպես նշեցիք, սիրելի Արա Սարգսակ, այո, այդ ծուխը կարծես թե այդ երթիկից դուրս եկող ծուխն է, այսինքն որ շնչավոր մարդիկ են այդտեղ ապրում եւ կյանք կա այդ տան մեջ, բնականաբար եւ այդ տան անդամները ինչ որ թելերով կապված են տվյալ համայնքի կամ գյուղի կամ որևէ մի թաղամասի եկեղեցու հոգեորականի հետ։ Այդ դրանով է հենց ծուխը իմաստավորվում եւ կարծես թե քրիստոնեական իմաստ ստանում։ Եվ այդ համայնքի անդամները մեկ խնդիր ունեն՝ համակեցություն, իրար հետ ապրել, ստեղծագործել, քրիստոնեական կյանքով ապրել, միասին տոնակատարությունները նշել, մեծ տոներին հատկապես եկեղեցում լինել, սիրո ճաշը միասին կատարել։ Այդ ձևով կարծես թե ծխի մյուս անդամները տեսնում են օրինակի համար նորակազմ ծխերի կամ ընտանիքների կազմավորումը եւ նաեւ դրանց զարգացումը, մեկը մյուսին օգնելով, մեկը մյուսին օգնելու այդ խորհուրդը կա բնականաբար համայնքի անդամների միջև։ Եվ հենց առաջին դարում տեսնում են գործ կառաքելոցում, օրինակ երբ որ առաքյալները քարոզում էին, այդ ծխի անդամները երբեմն նյութական որոշակի օժանդակություն են բերում եւ այնտեղ ասում էր, որ բերում էին որոշ ինչքեր եւ համընդհանուր էր դառնում, որովհետեւ ծխի որոշ անդամներ հարուստ էին, որոշ անդամներ աղքատ էին եւ հարուստները, ովքեր որ արդեն գիտակցում էին, որ այդ հարստությունը ունայն է եւ անցողական, բնականաբար բաժին էր հանում ծխի մյուս անդամներին, որոնք որ աղքատ էին։ Այս ձևով կարծես թե հենց առաջի դարում արդեն ձևավորում էր եկեղեցական համայնքը իր ծխական անդամների միջոցով, ծխական անդամների հավաքումով։ Կրոնական համայնքի ձևավորման նպատակը նյութական համահավասարությունն է։ Ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր, որովհետև ծխի որոշ անդամներ ինչ որ ձևով բնականաբար եթե ասենք վաղ էին դարձել քրիստոնյաներ, կարողանում են իրենց հոգևոր փորձառությունը նաև փոխանցել նորակազմ ընտանիքներին կամ քրիստոնեական նորադարձներին։ Այդ ձևով բնականաբար ծխի այն անդամները, ովքեր որ ասենք
շատ քրիստոնեական գիտելիքներ ունեին եւ հենց քարոզչության առաջին տարիներից դարձել էին քրիստոնյաներ, նրանք կարծես թե զորավիք էին դառնում հոգեվորականին կամ առաքյալին, հետագայում ասենք եպիսկոպոսներին, վարդապետներին, դրանպես հոգեվորականության։ Եվ կարծես թե այդ ժամանակ է, որ հոգեվորականը փորձում է ծխի որոշ անդամների վրա որոշակի պարտականություն դնել։ Բնականաբար, եթե ոմանք ուզում են հոգեվորական դառնալ, առաջին աստիճանը սարկավակի աստիճանն է, եւ հենց կորս կառաքելություն գիտենք, որ սարկավակները զորավիք էին հոգեվորականներին եւ նաեւ կարծես թե կազմակերպչական շատ աշխատանքներ իրենք էին անում։ Բնականաբար սարկավակին նաեւ աջակից են համայնքի այն անդամները, ընտանիքի այն անդամները, ովքեր որ իրենց կյանքի կամ օրվա մի ժամանակահատված նվիրում էին եկեղեցու գործունեությանը։ Եթե համայնքը գտնվում է գյուղում եւ գյուղի ասենք տների մի մասը ծխի անդամներ են, որտեղ ոչ բոլորն էին այդ ժամանակ քրիստոնյաներ, բնականաբար Պաղեստինում եւ հետագայում ասենք աշխարհի 4 ծագերում ձևավորվեց այդ համայնքները, բնականաբար կարծես թե աշխարհական եւ հոգեվորական այդ հատվածները դառնում էին մի տեսակ եկեղեցի, հենց որ եկեղեցի ենք ասում, մենք հասկանում ենք հավատացյալ ժողովրդի եւ հոգեվորականության ամբողջությունը։ Բնականաբար հատկապես աշխարհական այդ ընտանիքները, որոնք որ ծխի առաջին օրինակներն էին ընդհանրապես քրիստոնեական դարաշրջանում, հետագայում կանոնակարգվեցին եւ որոշ կանոնների մեջ ծխի որոշակի գաղափարը կա, թե նաեւ հոգեվորական ինչպիսի պարտականություններ ունի տվյալ ծխի անդամների հետ։ Ասացիք պարտականություններ է դնում հոգեվորականը ծխի անդամների վրա, առհասարակ պարտականություն դնում է իշխողը իշխվողի վրա։ Փաստորեն եկեղեցական համայնքի ծխի կազմավորման նպատակը ստացվում է, որ հոգեվորականների աշխարհիկ իշխանությունն է հավատացյալ մարդկանց վրա, որ նրանք իշխեն այդ մարդկանց, ոչ թե իշխեն այդ մարդկանց, այլ այդ մարդկանց վրա որոշակի պարտականություն դնեն, որպեսզի Աստծո խոսքի քարոզչությունը ավելի դյուրին ընթանա, որովհետև միլիոնավոր, ասենք, մարդիկ կան եւ այդ միլիոնավոր մարդկանց մեջ քարոզիչ հոգեվորականների թիվը քիչ է, բնականաբար այստեղ մեկ միասնական գաղափարի շուրջ հավաքված կամ հայտնության կրոնի շուրջ հավաքված եւ հոգեվորականներ եւ աշխարհիկները երկուստեք փոխհամաձայնությամբ բնականաբար որոշում են, որ մեկը մյուսին բնականաբար օգնելով Աստծո խոսքի քարոզչությունը ավելի դյուրին դարձնել տվյալ համայնքում, գյուղում կամ որևէ մի քաղաքում, թաղամասում։ Այս ձևով է, որ կատարվում է տվյալ քրիստոնեական հասարակության փոխըմբռնման եւ փոխօգնության այդ ծրագիրը։ Այդ ծրագրով է, որ քրիստոնեությունը տարածվել է։ Օրինակ Թադեոս առաքյալը, երբ որ Եդեսիա քաղաք մտավ, այնտեղ իջևանեց որոշակի մարդկանց մոտ։ Այդ մարդիկ օգնեցին, որ ասենք Թադեոս առաքյալը գնար հասնել մինչև Աբգար թագավորին։ Եվ հետագայում նաև տեսնում ենք օրինակի համար Միշնադարում շատ առևտրականներ, որոնք որ սովորել էին Միշնադարյան հոգևոր դպրոցներում, դառնում են նաև քարոզիչներ, բայց բնականաբար առևտրին զուգընթաց։ Օրինակ հայ առևտրականներ են հայտնվել մինչև Չինաստան, Հնդկաստան, ներկայիս Աֆղանստան եւ Պակիստանի տարածք եւ նույնիսկ այնտեղ համայնքներ են ձևավորել։ Բայց բնականաբար իրենց գերխնդիրն է եղել սկզբնական շրջանում առևտուր անելը։ Մենք տեսնում ենք, որ այդ ծխի գաղափարը մտավ կանոնագրքերի մեջ եւ որոշակի պարտավորություններ կարծես թե վերցնում աշխարհականները ծխի կազմավորման, համայնքի կազմավորման եւ համայնքում նաեւ ծխական խորհուրդ ստեղծելու գաղափար։ Տեսեք, եթե տվյալ գյուղում 100 ընտանիք է, 100 ընտանիքն էլ քրիստոնյա են դարձել, ամեն մի ընտանիք դա համարվում է մի հոգևոր ծուղ։ Եվ այդ 100-ը ընտրում են, բնականաբար կարող է քվեարկություն չլինել, կարող է եւ հոգևորական նշանակել այդ ծխի անդամներից ոմանց առանձնացնել եւ որոշակի պատասխանատուներ նշանակել։ Ասենք 100-ից 10-ը կարող են պատասխանատու նշանակվել այդ համայնքի համար, որպեսզի տոն օրերին եւ ասենք այլ տոնակատարությունների ժամանակ որոշակի պարտականություններ կատարեն։ Այսինքն ինչ որ ձևով հեշտացնում են տվյալ հոգևորականի գործը։ Հոգևորականը միայն սկսում է քարոզչությամբ, հոգևոր խոսքով զբաղվել։ Այսինքն չի ընկնում, թե օրինակի համար տվյալ ծխի մի անդամը որ աղքատ է կամ աշխատանք չի կարողանում ճարել եւ հոգևորական ավելի շատ չի զբաղվում, այլ ծխական խորհրդի անդամները, որոնք որ իրենց ձևով ասենք տեղյակ են պահում հոգևորականին եւ հոգևորականը իր որոշակի մասնակցություն է բերում։ Բայց հենց այդ է, որ հետագա դարերում, հատկապես 4-րդ դարի սկզբին, երբ որ արդեն հայոց եկեղեցին կազմավորվեց ամբողջովին,
եւ Գրիգոր Լուսավորիչը ասոր եւ հույն քարոզիչներ բերեց եւ նույնիսկ հայ հեթանոսական քրմերի զավակներին դարձրեց հոգեվորականներ, արդեն քրմական այդ հեթանոսական շրջանում համայնքային որոշ գաղափարներ եւ հասկացություններ բնականաբար կային, իրողությունը այդպիսին էր եւ հեթանոսական շրջանում էլ համայնքի որոշակի այսպես մի մոդել գործում էր եւ ինչու հենց հեթանոս քրմերի այդ զավակներին դարձրեց, որտեղ պատրաստի արդեն համայնքները կան եւ այդ համայնքները պետք է իրենք դարձնեն քրիստոնեական համայնքներ, որոնք որ տեղյակ էին այդ համայնքի կազմավորման, այդ համայնքի զարգացման գործին, այդ հեթանոս քրմերի զավակները։ Փաստորեն հենց 4 դարի սկզբում արդեն քրիստոնեական ծուխի գաղափարը կար եւ որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, օրինակ Ներսես մեծի ժամանակ, օրինակ համայնքի որոշ անդամներ, որոնք որ անդամալույծ էին կամ այլ հիվանդություններ ունեին, օրինակ Ներսես մեծը դրանց համար ստեղծեց հիվանդանոցներ, ուրկանոցներ, բազմաթիվ կենտրոններ, որտեղ որ այդ մարդիկ իրենց հանգիստ էին գտնում։ Եվ տեսնում ենք, որ այդպիսի մի հակահամայնքային, եթե կարելի ասել, նախաձեռնություն ուրեմն ունեցավ Արշակ II, փորձեց Արշակավան քաղաքը կառուցել, որը մի տեսակ քրիստոնեական համայնքի հակապատկերն էր լինելու։ Այնտեղ են այնպիսի մարդիկ, հատկապես հանցագործներ, որոնք որ որևէ նպատակ չունեին համայնք ստեղծել եւ համայնքում քրիստոնեությունը տարածվեր։ Բնականաբար այն իր պատիժը ստացավ, գիտենք, որ Արշակավանը ինչպիսի վախճան ունեցավ, այս մասը խոսում է Փաստոս Բուզանդը։ Եվ այո, եւ հայ նախարարները հայ թագավորի հետ կոնֆլիկտային վիճակի մեջ էին եւ թշնամիներ օգտվում դրանից։ Բայց եթե հավատանք Փաստոս Բուզանդի խոսքերին, բնականաբար այդ Արշակավանում փորձում էր հանցագործների եւ ընդհանրապես մեղավորների հավաքել Արշակ II թագավորը եւ այն ուղղել շատ իշխանների դեմ, որոնք որ բարեպաշտ էին կամ հոգեվորականության դեմ։ Այնպիսի ճանապարհ էր ընտրել Արշակ II, որը հարի չէր քրիստոնեական վարքու կանոնի։ Եվ դրա համար նախարարները դեմ դուրս եկան դրան եւ նրա շինած Արշակավան քաղաքը Մասիսի մոտակայքում կործանեցին։ Այո։ Հետագա դարերում, երբ որ գրերի գյուտը եղավ 405 կամ 406 թվականներին եւ Սահակ Պարթև հայրապետը եւ Մեսրոպ Մաշտոցը նշանակեցին բազմաթիվ վարդապետների գրականության տարածման պատասխանատուներ, բնականաբար այդ պատասխանատուները պետք է առաջին հերթին համայնքի եւ ծուխի հետ գործում ունենային, որտեւ համայնքի օգնությամբ պետք է բնականաբար նաեւ պետական ֆինանսավորմամբ եւ պետական աջակցությամբ այդ համայնքում պետք է ձևավորվեր դպրոցը, համայնքային դպրոցը, եւ տեսնում ենք դարեր շարունակ, որ եկեղեցիներին կից գործում էին հոգեվոր դպրոցներ եւ այդ դպրոցներում է որ մեծանում են ծխի ապագա այսպես անդամները եւ փաստորեն 100 տարի առաջ արդեն ձևավորված գուցեև մի քանի դար առաջ, որտեղ արդեն առաջին դարում քրիստոնեություն մուտք էր գործել եւ կային քրիստոնեական համայնքներ արդեն Հայաստանում, այդ ձևավորված համայնքներում արագ տարածվեց հայ գիրը եւ դա հեշտացրեց շատ բնականաբար քարոզիչների գործունեությունը։ Եվ ինչն է հետաքրքիր, գրեթե եվրոպական բոլոր ազգագրագետներ, ովքեր որ հայ ազգագրությանը Հայաստանին կամ հայերին անդրադարձել են, իրենք նշում են հայերի համայնքային կյանքի այդ կարևորությունը, հայ ընտանիքի ամրության մասին են անընդհատ խոսել եւ որոշ դեպքերում էլ օրինակ է ծառայել շատ ազգերի համար։ Բնականաբար այստեղից ցակում հետեւյալը, որն է այդ ամրության գաղտնիքը, տվյալ համայնքի կամ ծխի ամրության գաղտնիքը։ Առաջին, որ տվյալ հոգեվորականը ճանաչել է տվյալ ենթադրենք գյուղի, գյուղական համայնքի բոլոր անդամներին։ Բնականաբար իրենց ձեռքի տակ արդեն կային մկրտության պսակի այսպես կոչված չափաբերական մատյաններ, այդպես են կոչվում դրանք, ծխական մատյաններ, մկրտության համար առանձին եւ բնականաբար հոգեվորականը արդեն ուներ տվյալ համայնքի բոլոր անդամների առանձին այսպես անունները եւ կարողանում էր որոշակի ձևով իր քարոզչությունը այնպես դասավորել, այնպես կազմակերպել, որ համայնքի բոլոր անդամները ստանում էին Աստծո խոսքը, համայնքի բոլոր չմկրտված անդամների համար որոշակի այսպես օրեր կային, որոնք որ կարողանում էր հոգեվորական հասցնել։ Այս դեպքում բնականաբար Սարգսակը եւ հոգեվորականին օգնող ծխական խորհրդի անդամները իրենց դերակատարություն ունեին։ Այս ձևով է որ կարողանում էին մի մեծ շղթա ստեղծել եւ այդ շղթայի մեջ որոշակի դերակատարություն էին եւ հոգեվորականը եւ Սարգսակը եւ նաեւ դպրաց դասը բնականաբար եւ շատ հեշտ է լինում հատկապես եկեղեցիներում դպրաց դասի կազմավորումը։ Հոգեվորականը լավ ճանաչում էր
համայնքի բոլոր անդամներին, բոլոր անդամների այսպես ընդունակությունների ինքը տեղյակ էր եւ կարողանում էր ճիշտ աշխատանքի բաժանումներ անել։ Ինչու ենք օրինակի համար մենք այսքան հարուստ հոգեվոր գրականություն եւ հոգեվոր երաժշտություն ունենք։ Բնականաբար այս իմ խորին համոզմամբ աշխատանքի բաժանումն է որ տեղի ունեցել եւ գյուղական համայնքներից, երբ որ արդեն որոշ հոգեվորականներ գնում էին, ասենք, վանական համալիրներ այնտեղ, նրանք արդեն գյուղում կամ համայնքում պատրաստվել են կամ երաժիշտ, կամ հոգեվորական փիլիսոփա, կամ աստվածապան եւ այլն։ Կարծես թե ամեն ինչ իր հունով էր գնում եւ բնականաբար վանքերում ստեղծված կամ մշակված կամ զարգացած այդ կանոնները գործում էին գյուղական համայնքներում։ Վանքից գյուղ եւ գյուղից վանք։ Այս շղթան շատ լավ էր գործում։ Եվ բնականաբար, եթե ամուր է գյուղը, անշուշտ պետք է նաեւ ամուր լիներ քաղաքային համայնքները, որոնք որ ձևավորում են երբեմն այդ գյուղական համայնքների հիման վրա։ Եվ այս ձևով է, որ մենք միշտ միջնադարյան մեր համայնքային կյանքը իդեալականացնում, ասում ենք, որ կատարյալ էր իր կարգով, իր կառուցվածքով, եւ հետագայում, երբ որ թշնամու ներխուժում էր տեղ ունենում, այդ համայնքները եթե արտագաղթում էին, ապա գաղթօջախներում, սփյուռքում, արտերկրում, երբեմն բոլոր համայնքները կարողանում են հաստատվել եւ այդ գաղութային կյանքը ինչ որ ձևով կազմակերպել կամ վերակազմակերպել։ Օրինակի համար այսպիսի մի տվյալ ունենք, ասենք անեցների մի մասը արտագաղթել է Լեհաստան 11-12-րդ դարերում եւ բնականաբար անիում իրար ճանաչող շատ թաղամասի բնակիչներ իրար կարելի ասել գտել են Լեհաստանում եւ այնտեղ հենց կազմավորել են գաղութներ։ Եվ այդ գաղութներում, ինչպես Լեհաստանի շատ պատմիչներ, նույնիսկ թագավորներ վկայում են, որ հայերը ունեին առանձին իրենց օրենքները, առանձին կանոնագիրքը, եկեղեցական իրավունքը։ Նույնիսկ Լեհաստանի թագավորներից Յան Սոբեսկին իրավունք է տալիս հայ համայնքի անդամներին, նաև հոգևորականությանը, որպեսզի իրենց առանձին օրենսգիրքը ստեղծեն եւ որևէ կաթոլիկ հոգևորական մինչեւ 18-րդ դարի առաջի կեսը իրավունք չուներ մտնելու այդ հայկական համայնքներից ներս։ Հետագայում է, որ մի հայ դավաճանի պատճառով լեհահայությունը կաթոլիկացավ եւ ծուլվեց։ Այսօր միգուցե միջնադարում կամ քրիստոնեության վաղ շրջանում այլ է եղել իրավիճակը, բայց այսօրվա մեր ժամանակակցի համար դժվար չէ նկատել, որ համայնք բառը առհասարակ գործածվում է մարդկանցից գումար կորզելու համար պարզապես։ Մենք մի երկիր ենք, մի ամբողջ համայնք ենք, այդտեղ պետք է հարկ տաս։ Քաղաքային, գյուղական համայնքները, համայնատիրությունները, համայնք ասելով գումարներ են հավաքում մարդկանցից, գումարներ, որ ասենք իրենց նպատակներին մեծ մասամբ չեն էլ ծառայում։ Գնում են այդ հավաքողների եւ այդ բրգիկների վրա իշխող դիրք գրավող մարդկանց գրպանը, նրանց անձնական սեփականություն են դառնում։ Մանկապարտեզում համայնք ասելով գումար են հավաքում երեխաների ծնողների, դպրոցներում նույնպես ինչպեսի ահավոր բաներ են կատարվում։ Քիչ էր այդ ամենը, հիմա էլ եկեղեցին համայնք ասելով մարդկանցից սկսի գումարներ կորզել կամ նրա առանձին բաժինները, առանձին քահանաների միջոցով։ Արդարացի բան կլինի սա ընդհանրապես ինչ է կարծում։ Իմ խորին համոզմամբ նախ համայնք ձևավորելու հարցում հոգևորականը շեշտ առաջին ինչպի դնի դրամահավաքության վրա։ Առաջին հերթին նախ պետք է տվյալ համայնքի անդամներին քրիստոնեաբար կրթել, շեշտը դնելով սերտողության կամ հոգևոր զրույցների վրա, եւ այդ դեպքում է, որ հենց ժողովրդի միջից այդ ցանկությունը կառաջանա համայնքային կյանք ստեղծել, վերակազմավորվել եւ դառնալ մի սխական համայնք։ Առաջին հերթին հավատը քարոզելն է, ինչպես ավետանում գրված է, որ հավատը լսելուց է։ Այդ լսելու համար բնականաբար հոգևորականն պետք է առաջին քայլը անի եւ քարոզի։ Եվ Աստվածաշնչից բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես է հենց Իսրայելի ժողովրդի մեջ կամ նաեւ հետագա դարերում, ասենք, մեր ժողովրդի մեջ տվյալ համայնքի անդամներն է, որ նախաձեռնություն են ցուցաբերում, որպեսզի ինչ որ ձևով նաեւ կամ եկեղեցի նորոգվի կամ կառուցվի։ Օրինակի համար Փառք Աստծո մեր ժամանակներում կան բազմաթիվ բարերարներ, որոնք որ գյուղական համայնքից են դուրս եկել, թե համայնքային կյանքը գուցե ձևավորված չի եղել, օրինակ կոմունիստական շրջանում ձևական էր այդ համայնքը, ուղղակի մարդիկ ապրում են այդ գյուղում եւ այն քրիստոնեական համայնքի կառուցվածքը չէր, որ գործում էր, բայց մարդիկ այդ բարերարները կարողանում են եկեղեցի կառուցել տվյալ գյուղում։ Հիմա եթե այդպիսի նախաձեռնություն եղել է
եւ շատ դեպքերում նաեւ հենց այդ բարերարի նախաձեռնություն է եղել։ Ապա ինչու չմտածել, որ մի քանի այդպիսի եկեղեցասերներ, աստվածասերներ դուրս կան եւ համախմբվեն եւ կարողանան այդ եկեղեցու շուրջ, ասենք օրինակի համար, կազմակերպել կիրակնորյա դպրոցներ կամ եկեղեցասիրած երիտասարդական միություններ կամ տիկնաց միություններ կամ տղամարդկանց գուցեև միություններ, եթե կա տիկնաց միություն, պետք է նաև լինի տղամարդկանց միություն։ Եվ այս տարի Ղևոնդյանց տոնին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հավաքվել էին հայաստանյան բոլոր թեմերի հոգևորականության մեծ մասը, մոտավորապես 170 հոգևորականներ, չհաշված Մայրաթորի միաբանությունը, այս հարցերի մասին էին խոսում։ Հիմնականում երիտասարդական միությունների կազմավորման, որոնք որ կարելի ասել հենց առաջին աջակիցները կլինեն սարգսակների կամ ընդհանրապես սոցիալ հոգևորականների, որտեվ հիշենք Պետրոս Արաքյալի խոսքը, որ ասում է գրեցի ձեզ երիտասարդներ, որովհետև դուք ուժեղ եք, որովհետև դուք հաղթեցիք չարին, կամ Սիրակի իմաստության մեջ այսպիսի մի տող կա. Երանի քո երիտասարդության օրերին դու ճանաչես Աստծուն։ Երանի է տալիս Աստված, որ մարդ իր երիտասարդության օրերին իր Աստծո հետ է, իր եկեղեցու կողքին է։ Եվ բնականաբար գուցև հենց երիտասարդներից ծնողները լսեն Աստծո խոսքը։ Օրինակի համար 20-ական, 30-ական թվականներին կամ ներկայումս Իսրայելում ծնողները իրենց երեխաներից արդի, ասենք, եբրայերեն են սովորում, կամ հենց 20-30-ական թվականներից գրական հայերեն երբեմն ծնողները իրենց երեխաներից էին սովորում։ Որտեւ այդ ժամանակ էր այդպես։ Գուցեև հիմա փառք Աստծո, արդեն 15 տարի է հայկական դպրոցներում դասավանդում է հայ եկեղեցու պատմություն եւ շատ այսպես իրողություններ, պատմության որոշ այսպես դրվագներ ծնողները սովորում են իրենց երեխաներից եւ այդ գիտելիքները թե բավարար չեն, բայց այնուամենայնիվ կարող են որոշակի հիմք հանդիսանալ, որ երեխաները ինչ որ ձևով համախմբվեն միություններում եւ միությունենալ որոշակի գործառույթներ իրականացնեն։ Այդ եկեղեցասիրած երիտասարդական միությունները եւ բնականաբար հոգեորականի գործը այստեղ մեծ է, անշուշտ պետք է կարողանա այդ որոշակի այսպես միությունների համար որոշակի ծրագրեր մշակել եւ պետք է նպատակը հստակեցնել, որն է այս ամենի նպատակը։ Իսկապես որն է ծխի կազմավորման նպատակը։ Ընդհանրապես օրինակ արտասահմանյան մեր համայնքներում շեշտը դնում են հիմնականում հայապահպանության վրա, չմոռանալով որ կա նաեւ հոգեվոր փրկության հավիտենական այդ քրիստոնեական գաղափարը, որը նաեւ հայտնության կրոնի հենց իմաստը։ Իմ խորին համոզմամբ ծխական համայնքը նախ միասնության որոշակի հիմքեր կտա, որպեսզի այդ միասնության գաղափարի շուրջ համախմբված մարդկանց հոգեվոր փրկության գաղափար ավելի դյուրին հասցնելն է։ Եվ թե ծրված են համայնքի անդամները, ապա բնականաբար որևէ մի ազգային կամ եկեղեցական այսպես գաղափար չկա, որի շուրջ իրենք համախմբված լինեն, եւ երբ որ համախմբված են, ապա մեկ խոսքը բավարար է, որպեսզի այդ համախմբված մարդիկ բոլորը լսեն, եթե պարզեցնենք այդ գաղափարը։ Դա ասենք արտասահմանում, Սփյուռքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում։ Երբ որ համախմբված են համայնքի շուրջ, նախ համայնքի խնդիրները կարողանում են միասնաբար լուծել։ Այդ դեպքում առաջին նախ արտագաղթի որոշակի հարց է լուծում։ Ասենք ինչ-որ ձևով մարդիկ, եթե մեկը մյուսին զորավիք են կառնում, եւ եթե դա Աստված որ մեր տնտեսական վիճակն էլ այնպիսի լինի, որ կարողանա տվյալ համայնքը գոյատևել եւ նաեւ զարգանալ, ոչ միայն գոյատևել, այլ նաեւ զարգանալ։ Այդ ինչպես կարող է զարգանալ, եթե առանց այն էլ աղքատ մարդիկ ավելի են աղքատացվում։ Մենք գիտենք, որ եւ հարուստները ավելի են հարստանում։ Կարող է արտագաղթի առաջն առնել։ Եթե 100,000-ավոր հայեր հիմա դրսում են գտնվում, տրվել համայնքի անդամներն են դրսում գտնվում, միասնաբար գործող, ասենք, համայնքը կարողանա դրսում աշխատող համայնքի անդամների առջև որոշակի ծրագիր դնել, այդ դեպքում շատերը կցանկանան, օրինակի համար կան դեպքեր, երբ որ գյուղի բնակիչները որոշակի գումար են հավաքել եւ իրենց համերկրացուն, համագյուղացուն ավելի ճիշտ լուր են ուղարկել, որ մենք որոշակի գումար ունենք եկեղեցի կառուցելու համար, եւ այդ համագյուղացին նախանձախնդրությունից բնականաբար ելնելով իր արժեվ խնդիր է տնել օգնել իր համագյուղացիներին եւ այդ օգնությամբ կարողացել են, ասենք, եկեղեցի կառուցել։ Օրինակ մեր հոգեվորականների շատերը այդպիսի հենց վկայություններ տվեցին, որ գյուղի անդամները կարողացել են որոշակի գումարով, ասենք, եկեղեցու հիմք գցել եւ մի ուրիշ բարերար, որ հենց այդ գյուղից է եղել, կարողացել է ամբողջացնել այդ եկեղեցին։ Սկզբնական ալիքը, այդ ձգտումը
սկզբնական իհարկե ազնիվ է լինում, վեհ հոգևոր ձգտմամբ է լինում, սակայն երբ արդեն այն սկսվում է իրականացվել, այդ իրականացնողները, կազմակերպիչները, այդ մարդկանց երկար ժամանակի ընթացքում հավաքած գումարները, արդյունքները աշխատանքի մեծ մասամբ յուրացնում են։ Դա է ցույց տալիս կյանքի փորձը։ Արդյոք նույն պատմությունը չի կրկնվի կամ չէ եկեղեցական ծխերի բարագայում։ Այն վստահելի մարդիկ, որոնք որ գուցե հոգևորական նշանակել կամ ընտրության արդյունքում է եղել, այդ մարդիկ այդքան էլ վստահելի չեն եւ իրենց գործի տերը չեն։ Բնականաբար այստեղ պատասխանատուներ նշանակելու հարցում հոգևորականը շատ աչալուրջ պիտի լինի եւ կարողանա այնպիսի ընտրություն անել, որ ընդունելի լինի համագյուղացների մեծ մասի կողմից, որ դա հետո չվերածվի մի կլանի կամ մի այսպես խմբակի, որը յուրացնում է տվյալ համայնքի, ասենք, նյութական միջոցները։ Այդ դեպքում կործանարար կլինի եւ գուցե տարիներ կամ գուցե տասնյակ տարիներ տվյալ համայնքը ուղղակի չի կարող ձևավորվել։ Շատ կարևոր է վստահելի անկեղծ եկեղեցասեր մարդկանց ուրեմն առաջ բերել։ Պետք է այդպես լինի այսօր, բայց դուք էլ ես էլ մեր կյանքի փորձով համոզվել ենք եւ գիտենք, որ այդպես չի լինում։ Ուրեմն ինչ փակուղի ենք մտնում։ Փակուղի կմտնենք, եթե ճիշտ ընտրություն չանենք։ Կարծում եմ, որ առաջին հերթին, եթե հոգևորականը առաջին քայլերը ճիշտ անի, օրինակի համար Աստծո խոսքը քարոզի համագյուղացների մեջ տնետուն մտնի եւ ամբողջ գյուղի, ասենք, մարդկանց ճիշտ ճանաչելով, մարդկանց հոգեբանությունը հասկանալով, կարողանա գոնե այդ գյուղից այնպիսի մարդկանց առանձնացնել, որոնք որ այդ վատ քայլերը չեն անի։ Ծխի եկեղեցական համայնքի ստեղծումը դժվարին խրթին մի ուղի է, եւ այն խնդիրները, որ առաջանում են, միայն հայ իրականությանը չէ, որ բնորոշ են, այլ եկեղեցիներին եւս բնորոշ են, եւ երկու ճանապարհ է առհասարակ նշмарվում ծխական համայնքի ձևավորման, մեկը վերևից եւ մեկը ներքևից։ Ռուս եկեղեցում օրինակ 10 անձինք եթե միավորվեն, նրանք կարող են դիմել տեղի եպիսկոպոսին ծխական համայնք ձևավորելու խնդրանքով կամ առաջարկով կամ պահանջով։ Եվ եթե ներքևից չէ այսպես նախաձեռնությունը, թեմական իշխանությունները իրենք կարող են այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ եւ վերևից լինի ծխական համայնքի ձևավորումը։ Երկու կերպով են լինում, սակայն այն խնդիրները, որոնց մասին խոսվեց եւ նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց մասին չխոսվեց մեր զրույցի ընթացքում, այնտեղ եւս առկա են։ Այնտեղ եւս այդ ընչասիրությունը, այդ գործի մեջ ներգրաված մարդկանց, մանավանդ հոգևորականների այդ ընչասիրությունը պարզապես գործատարար մի ազդեցություն է ունենում։ Աստծո փառքի համար այն բոլոր միջոցները, որ հավաքվել են այդտեղ, անցնում են, ասենք, տվյալ ընչասեր հոգևորականի գրպանը նրան եւ նրա ընտանիքին։ Աստծո փառքի համար։ Այսպեսի իրավիճակ է ստեղծվում։ Կամ ոչ թե նրա, այլ այն պատասխանատուի, որը զբաղվում է այդ կազմակերպչական հարցերով, գանձապահի եւ այլն, այն մարդկանց, ովքեր նյութական հարցերով են զբաղվում։ Կամ եթե նյութականը մի կողմ թողնենք, գաղափարական պարզապես առումով, համայնք զբաղվելիս միշտ գտնվում են մարդիկ, որոնք չունենալով բավարար հոգևոր գրագիտություն, բայց լինելով մեկ անձ եւ մեկ ձայնի իրավունք ունենալով, իրենց անպատե առաջարկներն են անում եւ պնդում այդ առաջարկների վրա եւ դրանք համարում համարժեք այն մյուս մարդու խելացի առաջարկին, որ հիմնված էր Աստծո պատվիրանների վրա իսկապես։ Եվ փաստորեն համահավասարեցման մի երևույթ է տեղի ունենում։ Եվ հանկարծ Աստված մի արարծե, եթե ցածրակարգերը ավելի շատ լինեն կամ բարձրակարգերը այդ առաջարկների մեջ, ուրեմն ցածրակարգը կանցնի։ Եվ համայնք ամբողջովին սարնի վայր կգլորվի։ Այդպես երևույթներ կարող են նկատվել կամ համայնքի ձևավորման ժամանակ հանկարծ այտվում են մարդիկ, դու ես մի մարդ, նա էլ է մի մարդ, եւ ասում որ ես էլ եմ այս համայնքի մաս ուզում դառնալ, սակայն նպատակը իրականում ուրիշ է եւ իր նման ուրիշ մարդկանց էլ բերում եւ ներսից արդեն պայթեցնում է այդ համայնքը, իջիկ է դարձնում այն բարի ձգտումը, որ ասենք որոշ մարդկանց նախաձեռնությամբ, անգամ հոգեվորականի նախաձեռնությամբ առաջ էր եկել եւ դրա հիման վրա պետք է ձևավորվեր համայնքը։ Այ բազմաթիվ այսպիսի խնդիրներ են առաջանում եւ ոստի շատ խրթին եւ անշնորհակալ մի գործ է առհասարակ եկեղեցական համայնքի ծխի ձևավորումը։ Սակայն չեք կարծում արդյոք այսօր, որ չնայած այս բարի ձգտմանը ունենալու եկեղեցական համայնքներ, ունենալու համայնքային կյանք,
ծխական կյանք, որպեսզի առավել ծաղկի մարդկանց հոգևոր կյանքը, դրա կազմակերպումը լինի առավել բարձր մակարդակի վրա։ Չնայած այս բարի ձգտմանը, նկատվում են զանգվածաբար ամենուրեք, ոչ միայն մեզանում, այլ ժողովուրդների մեջ եւս այսպիսի երևույթներ են նկատվում, որոնք իջիկ են դարձնում այդ բոլոր բարի ձգտումները։ Չեք կարծում արդյոք, որ դրա պատճառը կարող է այլ լինել։ Առաջին հերթին կարծում եմ, որ հոգևորականը իր դերում պետք է լինի։ Նախ, եթե ինքը տեղյակ է գյուղի անդամներին կամ գյուղի ասենք ընտանիքներին, առաջին հերթին ինքը իր Աստծո խոսքը պետք է քարոզի։ Պետք է։ Այո։ Հիշեք ինչ էր ասում պարտականությունն է Սուրբ Մովսես Խորենացին, հենց նրանց մասին, հոգևորականների, որ գայլ դարձած գիշատում են իրենց հոտը։ Իսկ դուք ասում եք Աստծո խոսքը պետք է քարոզի։ Ամեն մարդ իր տեղը պետք է պատասխան տա, բնականաբար։ Գիտենք, որ Աստված առաջին հերթին հոգևորականներին է նախ դատաստան տեսնելու, բայց այդքան ազնիվ մարդ որտեղից գտնես այսօր։ Անկամ հոգևորականների մեջ պետք է որ ազնիվները ավելի փոքր թիվ են կազմում, քան անազնիվները։ Գտնել այդ ազնիվներին, պետք է բերել, խնամել, իրենց ջեմարան ուղղորդել, եւ այդ ազնիվները դառնան հոգևորականներ։ Կարծում եմ, որ թե փոքրամասնությունն է բնականաբար, բայց կարողանանք սերնդափոխության նաև ճանապարհով արժանավոր հոգևորականներ հասցնել մեր եկեղեցում։ Եվ հիմա էլ կան արժանավոր հոգևորականներ, եւ այնպիսի մի մեթոդ պետք է մշակվի, որ կարողանան գյուղերում, գյուղական համայնքներում կամ ասենք քաղաքի որոշ թաղամասերում թեկուզ մեկ օրինակ ցույց տալ, հաջողված մի օրինակ, որպեսզի որոշ համայնքներում նախանձախնդրությունը շարժվի անդամների մեջ, եւ այդ ձևով մենք կարողանանք նաեւ մի մոդել մշակել, մշակված կամ մոդել առաջարկել եւ դա նաեւ նպատակն ու արդյունքը ցույց տալ, թե ինչի համար է այս ամենը, որն է կայացած եւ զարգացած համայնքի ուրեմն առավելությունը եւ այս ամենը ուղղակի տարբեր ձևերով ներկայացնել հանրությանը եւ հանրությունը թող ընտրություն անի, ինչու պետք է ինքը վերափոխվի, հոգեվոր ձևով վերափոխվի, ինչու պետք է հոգեվոր վերածնունդ ունենա, որպեսզի ասենք իր եկեղեցու շուրջը համախմբվելով, իր հոգեվորականի շուրջը համախմբվելով կարողանա նաեւ ինչ որ ձևով ազդել այդ հոգեվորականի վրա, այդ հոգեվորականի վարքի վրա եւ այդ ձևով եկեղեցին իր դերում կլինի։ Այսօր ասելով, որ ձգտումը բարի է, սակայն դրա իրականացումը գրեթե անհնար, ես նկատի ունեի հետեւյալը։ Մեկ օրինակով բացատրեմ միտքս։ Երբ մինչև Սամուել մարգարե թեոկրատիկ համակարգ գոյություն ուներ հին Իսրայելում, այսինքն Աստված էր իշխում, Աստված էր առաջնորդում իր ընտրյալ մարդկանց միջոցով, մարգարեների միջոցով Իսրայել ժողովրդին, եւ ահա եկավ Սամուել մարգարեի օրոք եւ ժողովուրդը սկսեց այլ ազգերի պես թագավոր պահանջել իր համար Աստծոց։ Եվ թեև դա չէր Աստծո կամքը, սակայն Աստված թույլ տվեց, ընդառաջ գնաց ժողովրդի այդ ձգտմանը եւ նրանց տրվեց մի թագավոր Սավուղը։ Սակայն Աստված զգուշացրեց, որ ահա այսպես ու այսպես մեծ չարիքներ նա կհասցնի ձեզ, քանի որ նա մարդ է, Աստված չէ, այնպես բարի չէ, ինչպես Աստված։ Եվ տեսանք Սավուղի պարագայում ընդհակառակը անձնակենտրոն ձգտումները նրան ավելի խորացրեցին չարիքների մեջ։ Եվ այդպես էլ եղավ, ինչպես Աստված զգուշացրել էր։ Եվ փաստորեն ժողովուրդը պնդեց իրենը, միևնույն է, թող լինի թագավոր ենք ուզում, ուրաներով, կեցցներով թագավոր ընտրեցին իրենց եւ իշխանությունը, այդ աստվածային առաջնորդությունը փոխարինվեց մարդկային իշխանությամբ։ Թեոկրատիկ համակարգը անցավ մեկ այլ արքայական իշխանության համակարգի։ Եվ տեսնում ենք, որ դրանից հետո շարունակվեց այդ համակարգը գործել, շարունակվեց եւ կարելի ասել, որ մինչև մեր օրերն էլ գործում է այդ համակարգը, մարդու իշխանությունը մարդու վրա։ Եվ եթե ասենք, որ թեոկրատիկ համակարգը ավելի բարձրակարգ էր, ակնհայտ է, սխալված չենք լինի։ Սակայն հարցը հետեւյալն է. եթե հիմա մենք փորձենք վերակենդանացնել այդ թեոկրատիկ համակարգը, դարձյալ վերադառնալ այն բարձրակարգին, որ սկզբից կար, արդյոք ճիշտ արած կլինենք։ Խորագետ անձինք անգամ ասում են, որ ոչ, ճիշտ չի լինի։ Այդպիսի վերակենդանացումը կլինի արհեստական ռեանիմացիայի, կարծես թե մենք կենթարկենք այդ համակարգը, որի գործելու համար անհրաժեշտ պայմաններ չկան այսօր։ Կարծում եմ, որ նույն տրամաբանությունն է նաև համայնքային կյանքում։ Եթե քրիստոնեության վաղ շրջանում համաձայն աստվածաշնչյան նկարագրության, երբ ամեն բան հասարակած էր, երբ մարդիկ իրենց ունեցվածքը բերում եւ առաքյալների ոտքն էին դնում,
եւ նրանց խոսքով էին առաջնորդվում իրենց կյանքում, տեսնում ենք, որ այն ժամանակ Սուրբ Հոգին մեծամեծ գործեր էր գործում առաքյալների միջոցով։ Միջնադարյան մեր հայրերի պարագայում եւս հոգեկիր այնպիսի բարձր նկարագիր ունեցող հայրեր են ունեցել, որ Աստված է գործել նրանց միջոցով եւ նրանց շուրջ ձևավորվել են եկեղեցական համայնքներ, անգամ վանքեր, մարդիկ ամեն անձնականից հրաժարված վանական կյանքով էին ապրում, այսպիսի ընտրյալ անոթների շուրջ համախմբվելով։ Այստեղ Սուրբ Հոգին էր գործում, Սուրբ Հոգին գործում էր իր ընտրյալ անոթների միջոցով։ Այսօր, եթե նման երևույթի ականատես չենք, արդյոք արհեստական չի լինի վերակենդանացումը համայնքային կյանքի, ինչպես արհեստական է համարվում թեոկրատիայի վերակենդանացումը։ Այս սրա մեջ է խնդիրը, կարծում եմ, եւ սա ես նկատի ունեի, երբ ասում էի, արդյոք ճիշտ կլինի նման բանի վերակենդանացումը։ Այո, խնդիրը հենց հոգեկիր հոգևորականության պատրաստելն է, որոնք որ կարողանան համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Իսկ գուցե հենց պատրաստվի, երբ որ պատրաստ կլինի, այդպիսի մարդիկ կգտնվեն, գուցե այդ ժամանակ խոսք բացվի համայնքի ձևավորման մասին, կամ ասենք այդպիսի մարդիկ գուցե ժամանակ առ ժամանակ միշտ լինում են, առավել կամ պակաս թվով, հենց որ մեկին նշмарես, նրա շուրջ ձևավորիր այդ համայնքը։ Միգուցե այդ սկզբունքով ճիշտ կլինի առաջնորդվել, ինչ եք կարծում։ Անշուշտ հենց այդ հոգևորականությունն է, առողջ հոգևորականությունն է, որ կարողանա Սուրբ Հոգու առաջնորդությամբ այդ համայնքը առողջ հիմքերի վրա, ամուր հիմքերի վրա դնել։ Եվ բնականաբար մենք տեսնում ենք, որ որոշ հոգևորականներ արդեն հաջողություններ են հասել, որտեղ իրենց անձն է, որ այստեղ որոշակի դերակատարություն է ունեցել։ Վստահությունը ժողովրդի կողմից այնքան է եղել, որ նրանք կարողացել են համայնքային կյանքը քիչ թե շատ ձևավորել։ Կան այդպիսի հոգևորականներ, փառք Աստծո, եթե չլինեն ուղակի աղետ կլիներ Հայաստանում եւ ընդհանրապես հոգևոր ասպարեզում։ Այդ հոգևոր որ ազնիվ ձգտումներ ունեցող հոգևորականներ կան այսօր էլ մեզանում, սակայն խնդիրը այն է, որ գոնե դու ինչ առաքելանման մարդու երբ հանդիպես, այդ դեպքում միայն քեզ մոտ միտք առաջանա նման համայնք, նման ծուխ ձևավորելու, կազմավորելու, թե չէ ազնիվ մարդիկ կան հոգևորականների մեջ եւս։ Փառք Աստծո, որ իման Գեորգյան հոգևոր ճեմարանում եւ նաեւ մյուս ճեմարաններում այնպիսի առողջ մթնոլորտ կա, որ վստահ ենք շրջանավարտները կդառնան այդ հոգևորականները։ Բայց այստեղ մի հանգամանք էլ կա։ Նախ վանական որոշակի վերածնության միտումներ պետք է լինեն։ Այդ վանականներն են, որ կարողանան նաեւ ազդել ժողովրդի վրա, առողջ հոգևոր վանականները։ Այդ ձևով մենք նաեւ մեկը մյուսին օգնելով, ասենք կուսակրուն հոգևորականություն, ամուսնացել հոգևորականության օգնելով, կարողանան նաեւ առողջ համայնքի թեկուզ նախասաղմերը դնել։ Թեկուզ մեկ օրինակ եթե լինի եւ բարձրաստիճան հոգևորականություն այդ մեկ օրինակ առողջ այդ համայնքի մոդելը ներկայացնի հանրությանը եւ դրա նաեւ արդյունքները ներկայացնի բնականաբար, կարծում եմ, որ շատերը կցանկանան այդ համայնքը ստեղծել, բայց պետք է հասկանալ, որ առողջ համայնքը ստեղծելու համար պետք են այնպիսի հոգևոր արժեքներ, որ մարդը պետք է կրի իր մեջ։ Ակի կհասկանա եւ հոգևորականությունը եւ նաեւ աշխարհիկ դասը, որ անկեղծության, մաքրության եւ սրբության արդյունքում եւ այդ սրբությունը գործադրելով է, որ իրենք հաջողություններ կունենան ծխաստեղծման այս գործընթացում։ Մի գործընթաց, որը լավ է, բարի է եւ անհրաժեշտ է, սակայն իմ կարծիքով անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում է միայն, որ դրա իրականացումը հնարավոր է ճիշտ ձևով, լավ ձևով, այլ ոչ թե այնպես, որ դա անողներ հետո իրենք էլ փոշմանեն, թե ինչ այդ անմաքուր գործի մեջ մտան իրենք։ Եվ իդեպ ասեմ, որ հաճախ հենց այդպես էլ լինում է այսօր։ Ովքեր որ մասնակցում են ծխական կյանքին, հետո ի վերջո ետ են քաշում դրանից, փոշմանելով իրենց կորցրած ամիսների եւ անգամ տարիների համար։ Բայց եթե դա լիներ այնպես, ինչպես առաքյալների օրոք է, երբ Սուրբ Հոգին էր առաջնորդում մարդկանց, թե առաքյալներին եւ թե այն մարդկանց, ովքեր հավատացին Քրիստոսին, նրանց խոսքով, եթե այդպես կամ գոնե դու ինչ դրան նման, փոքր-ինչ անգամ դրան նման ինչ-որ մի տարբերակ լիներ ներկայումս, դա կարծում եմ, որ շատ բարի եւ լավ եւ փրկությունաբեր բան կլիներ, որովհետեւ մի բան, որ Աստծո առաջնորդությամբ է լինում, դա անպայման բարի է լինում եւ մեծ հույս կա, որ բարի ավարտի կհասցնի, եթե մարդը ինչեւ վերջ հավատարիմ մնա Աստծուն։
Սիրելի ունկնդիրներ, հիշեցնում եմ, որ այսօրվա զրույցի թեման է ծուխ։ Իսկ մինչ այս պահստացված ձեր հարցերն ուղղում եմ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանին։ Կարող է արդյոք տաբատ հագած կինը մոտենալ Սուրբ Հաղորդության։ Գիտենք, որ տաբատ հագած կինը կամ առանց գլխաշորի կինը իրավունք ունի մոտենալու հաղորդությանը, բայց երբեմն հեռու տեղից գալով նրանք եկեղեցական որոշ օրենքներ չեն իմանում եւ անպաշար ձևով հագնվելով մոտենում են Սուրբ Հաղորդությանը։ Ստիպված հոգեվորականը տալիս է, որպեսզի այդ հոգին, այդ հավատացյալը չկտրվի եկեղեցուց, բայց նաեւ հանդիմանվում է բնականաբար այդպիսի ասենք անպաշար ձևով հագնվելու պատճառով։ Իսկ եթե այդ տաբատը ընդգծված կանացի շտրիխներ ունի, այսինքն ակնհայտ է, որ դա տղամարդու տաբատ չէ, այլ կանացի զգեստ է որոշակի, այդ դեպքում խնդիր կառաջանա նման։ Անշուշտ կառաջանա, մենք գիտենք, որ եկեղեցիների հենց մոտքի մոտ միշտ փակցվում է համապատասխան ցուցանակ, որտեղ որ գրված է, որ անպաշար ձևով հագնված մարդիկ չմոտենան հաղորդությանը կամ նույնիսկ եկեղեցի չմտնեն։ Հենց դա է խնդիրը, արդյոք եթե կանացի ընդգծված շտրիխավորումներ ունեն այդ տաբատը, դա անպատշաճ կհամարվի։ Անպաշար չէ։ Միգուցե տարբերակել պետք է կանացի տաբատը տղամարդու տաբատից, թե կապ չունի, եթե տաբատ է, ուրեմն տղամարդու է վերջ, այդպես է։ Այո։ Մյուս հարցը, շատ եկեղեցիներում Սուրբ Հաղորդությունից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը այնքան անկանոն է կատարվում, որ հավատացյալներից շատերը բաց են թողնում այն եւ ստիպված են լինում հաղորդվելուց հրաժարվել, իսկ ոմանք էլ առանց խոստովանելու են հաղորդվում։ Ըստ ձեզ այս խնդիրը ինչ լուծում ունի։ Նախ բնականաբար մենք տեսնում ենք, որ եթե եկեղեցում շատ հավատացյալներ կան, ոմանք չեն կարողանում նույնիսկ մի եկեղեցի մտնել եւ իրենք բաց են թողնում այդ ընդհանրական խոստովանությունը։ Բայց տեղի ունենում հետեւյալը, երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ է խոստովանություն տեղի ունենում, օրինակ Մայր տաճարում ես այդպիսի խոստովանության ես մասնակցել եմ, որ 2 կամ 3 անգամ խոստովանություն է լինում։ Որովհետեւ բոլորը հնարավորություն ունենան խոստովանության կարգին մասնակցելու։ Անշուշտ։ Լսել եմ, որ մեծ պահքի ընթացքում միջինք հասկացողություն կա, ասում է ունկնդիրը։ Խնդրում եմ բացատրեք, ինչ է սա նշանակում եւ ընդունված է հայ առաքելական եկեղեցու կողմից, թե ոչ, եւ եթե այո, ապա այս տարի ըստ եկեղեցական օրացույցի որ օրն է դա ընկնում։ Մենք գիտենք, որ 40-օրյա այդ պահքի հենց մեջտեղում եղող այդ օրը համարվում է միջինք եւ միջինքին մասին հենց օրացույցում է գրված։ Միջինք բառը օգտագործվում է եկեղեցական մեր փոքր օրացույցում եւ ուղղակի հավատացյալին հուշում է, որ մենք պահքի միջին ասում ենք, այսինքն կես ենք արել պահքը եւ որևէ այսպես մի եկեղեցական խորհուրդ կամ որևէ բացատրություն չի տրվում։ Մեր օպերատորները նայել են եկեղեցական օրացույցը եւ հուշում են, որ այս տարի մարտի 6-ին է միջինքը մեծ պահքի 24-րդ օրն է ընկնում։ Շնորհակալություն դրանց այդ հուշման համար։ Մյուս հարցը. իմ խորին համոզմամբ պատճառը հոգևորականների մեջ է, ասում է ունկնդիրը, որ ոչ բոլոր եկեղեցիները ունեն կայացած ծխական կյանք։ Հիմնականում այն եկեղեցիները ունեն ծխական կյանք, որոնց քահանաները ջանում են իրենց իսկ կյանքում իրականացնել այն, ինչ որ քարոզում են մարդկանց։ Եվ խնդրում է ձեր կարծիքը ունկնդիրը սրա վերաբերյալ։ Անշուշտ ճիշտ դիտարկում է եւ կարծում եմ, որ հոգևորականությունը մենք որպես եկեղեցականներ պետք է ավելիով մեր գործը կատարենք եւ այդ դեպքում մենք կարողանանք հաջողել համայնքային կյանքում, համայնքի ստեղծման ուրեմն գործում եւ բնականաբար ասացինք, որ առաջներտին հոգևորականը իր դերում լինելով կարողանա շուրջը հավաքել ճշմարիտ եւ ուղղադավան հավատացյալների մի խումբ։ Այդ հավատացյալներն են, որ կարողանան նաեւ հոգևորական ինչ-որ ձեւ բարձրացնել։ Աստորեն զինակիցների մի խումբ պետք է լինի, հավատակիցների մի խումբ պետք է լինի, որով կարողանան այդ թեկուզ փոքր մի քանի ընտանիքների, ասենք, համախոհությամբ որոշակի հիմք տնել համայնքի։ Այսօր, քանի որ բազմաթիվ հնարավոր բացասական կողմեր քննարկվեցին մեր զրույցի ընթացքում ծխի եկեղեցական համայնքի ձևավորման, ապա կառաջարկեի մեր զրույցը ավարտել դրական շեշտադրումով, քանի որ ի վերջո դա բարի բան է։ Ծուխը եկեղեցական համայնքի հարցրակ մարդկանց հոգևոր կյանքի կազմակերպումը բարի եւ աստվածահաճո մի բան է։ Ինչ բարի բան կարող է տալ դա մարդկանց, ինչ լավ բան կարող է տալ մարդկանց, նրանց հոգևոր կյանքին մանավանդ։ Նախ կբարձրացնի աստվածպաշտության մակարդակը մեր քրիստոնյաների մեջ եւ կարծես թե արդեն եկեղեցանպաստ գործունեությունը իր մեծ արդյունքները կունենա։ Այդ քրիստոնեական համայնքները երբ որ ձևավորվեն,
քրիստոնեական այդ համայնքային ծուխը երբ որ ձևավորվի, բնականաբար նաև համայնքներ կարողանան ունենալ եկեղեցիներ, եկեղեցական, ասենք, փոքրիկ կիրակնորյա դպրոցներ, եկեղեցասիրած երիտասարդական միություններ, տիկնանց եւ տղամարդկանց միություններ, եւ կարելի ասել այս ձևով ավանդապաշտությունը կամ ավանդությունը վերականգնելու լավագույն միջոց կլինի։ Մենք կվերադառնանք եւ մեր արմատներին եւ եկեղեցասիրությամբ նաեւ մեր հոգեվոր փրկության հարցը կլուծենք։ Շնորհակալություն։ Այսօր թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը ծուխ թեմայով։ Շնորհակալություն նաեւ ունկնդիրների բազմաբնույթ հարցերին պատասխանելու համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում հոգևոր զրույցներ հաղորդաշարի բաժնում։ Աստված օգնական հայր Սուրբ։ Աստված պահապան։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։